Հարգելի պարոն ռեկտոր, հարգելի կառավարության գործընկերներ, հարգելի դեսպաններ, ՄԱԿ-ի համակարգող հարգելի դասախոսներ եւ սիրելի ուսանողներ։ Ուրախ եմ ողջունել ձեզ ժողովրդագրական դիմակայունություն, կանանց կարողությունների եւ հնարավորությունների ընդլայնում տվյալահեն քաղաքականությունների միջոցով ծրագրի մեկնարկի միջոցառմանը, որը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության համար ժողովրդագրական եւ սոցիալ-տնտեսական բազմաշերտ բարեփոխումների այս կարևոր փուլում։ Նվազող ծնելիություն, արտաքին միգրացիա, բնակչության ծերացում։ Հայաստանը, ինչպես աշխարհի բազմաթիվ այլ պետություններ, ամեն օր բախվում են այս մարտահրավերներին, խնդիրներ, որոնց հասցեագրման համար անհրաժեշտ է ձեռնարկել համալիր քայլեր, մշակելով երկարաժամկետ, կարիքահեն եւ հստակ արդյունքային ցուցանիշներով քաղաքականություններ, միտված բնակչության կայուն կառուցվածքի ձևավորմանն ու մարդկային կապիտալի զարգացմանը։ Ասվածի վկայությունն է վերջերս կառավարության կողմից ընդունված ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը, որն արտացոլում է պետության տեսլականը եւ հանձնառությունները եւ այն միավորում է տարբեր նախաձեռնություններ, ուղղված երկրում ներառական զգայուն եւ բարենպաստ միջավայրի ձևավորմանը, առաջնային կարեւորություն տալով կանանց զորեղացմանը, շարունակական կրթության ապահովմանն ու ընտանիքային միջավայրի ստեղծմանը, որպես ռազմավարության անքակտելի բաղադրիչներ։ Ուրախությամբ արձանագրում եմ, որ այսօր մեկնարկող ծրագիրը լիովին համահունչ է կառավարության առաջնահերթություններին, այստեղ միավորվում են գիտական հետազոտությունները, տվյալների վերլուծությունը եւ քաղաքականությունների մշակումը, ինչը մեզ թույլ է տալիս փաստերի վրա հիմնված եւ արդյունավետ մոտեցումներ որդեգրել ժողովրդագրական եւ սոցիալ-տնտեսական արդի մարտահրավերներին արձագանքելու համար։ Հատուկ ուզում եմ ընդգծել ազգային փոխանցումային հաշիվների NTTA կամ ԱՓՀ հետազոտության կարևորությունը։ Այս նախաձեռնությամբ Հայաստանը միացավ այն քիչ երկրներին, որոնք կարող են կիրառել ԱՓՀ մեթոդաբանությունը որպես քաղաքական որոշումների կայացման առաջադեմ եւ արդյունավետ գործիք։ Ողջունում եմ նաեւ ժողովրդագրական այս կենտրոնի բացումը, որը դառնալու է գիտական հանրույթի եւ քաղաքական որոշումներ ընդունողների միջև ամուր կամուրջ, նպաստելով ոչ միայն ռազմավարական մի շարք միջոցառումների արդյունավետ իրականացմանը, այլև նոր սերնդի մասնագետների եւ ուսանողների ներգրավմանը գիտահետազոտական աշխատանքներում եւ քաղաքականությունների մշակման գործընթացներում, բարձրացնելով նրանց դերակատարությունը պետականաշինության եւ մեր առաջ առկա խնդիրների լուծման գործում։ Լիահույս եմ, որ մեր համատեղ աշխատանքը կշարունակի նպաստել կառավարության ստանձնած հանձնառությունների կատարմանը, միտված ժողովրդագրական կայունության եւ մարդկային ներուժի լիարժեք բացահայտմանը։ Մաղթում եմ բոլորիս արդյունավետ ընթացք։ Շնորհակալություն։